Մարդը միայն այն չէ, ինչ տեսանելի է աչքին։ Մեզ շրջապատում է անտեսանելի դաշտ, կազմված մեր զգացմունքներից, մտքերից ու ներքին վիճակից։ Դա է աուրան։ Այն միշտ մեզ հետ է, լուռ, բայց խոսուն, եւ հաճախ պատմում է մեր մասին ավելի շատ, քան բառերը երբևէ կարող են ասել։ Երբ մարդը ներսից խաղաղ է, վստահ ու ներդաշնակ, նրա աուրան դառնում է թեթև, բաց ու գրավիչ։ Այդպիսի մարդկանց կողքին մարդիկ իրենց հանգիստ են զգում, նույնիսկ եթե չեն կարող բացատրել, թե ինչու։ Բայց երբ ներսում կուտակվում են վախեր, ցավ, վիրավորանքներ կամ չլուծված ապրումներ, այդ նույն դաշտը ծանրանում է, խամրում եւ սկսում է փակվել։ Այդ ժամանակ աշխարհը կարծես փոխում է իր գույները։ Մարդը սկսում է ամեն ինչ տեսնել ավելի մութ, ավելի բարդ, ավելի ծանր, եւ նույն կերպ աշխարհն էլ է նրան արձագանքում։ Շրջապատողները կարող են ոչինչ չասել, բայց ներսում զգում են, ինչ որ բան ներդաշնակ չէ, ինչ որ բան ծանր է, ինչ որ բան խանգարում է մոտենալ։ Սա դատողություն չէ, սա զգացողություն է։ Մարդիկ հաճախ սրտով են ընկալում այն, ինչ աչքով չեն տեսնում։ Աուրան ոչ միայն արտացոլում է մեր վիճակը, այլ նաև պահպանում է մեր կենսական ուժը։ Այն մի տարածք է, որտեղ կուտակվում է մեր էներգիան, եւ այդ դաշտում առաջանում են ճաքեր երկարատև սթրեսի, ցավի կամ ներքին հակասությունների պատճառով։ Այդ ուժը սկսում է կամաց-կամաց արտահոսել։ Մարդը սկսում է զգալ հոգնածություն, առանց ակնհայտ պատճառի, կորցնում է ուժը, երբեմն նաև կյանքի հանդեպ հետաքրքրությունը։ Եվ այդ պահին նա ակամա փորձում է լրացնել այդ դատարկությունը, շրջապատից ուժ ստանալով։ Բայց շրջապատը դա զգում է եւ հաճախ սկսում է հեռանալ, նույնիսկ առանց բացատրության։ Սակայն կա կարևոր մի բան, այս ամենը կարելի է փոխել։ Երբ մարդը սկսում է նայել իր ներսին, նկատել իր զգացմունքները, հասկանալ իր ապրումները, նրա աուրան սկսում է աստիճանաբար մաքրվել։ Երբեմն բավական է պարզապես կանգ առնել, փակել աչքերը եւ զգալ, որտեղ կա ծանրություն, որտեղ կա լարվածություն։ Այն, ինչ մտնած է, կարելի է լուսավորել ուշադրությամբ, այն, ինչ կոշտ է, մեղմացնել հանգստությամբ, այն, ինչ կոտրված է, վերականգնել սիրով։ Սա ինքնաճանաչման եւ ներքին խնամքի գործընթաց է, որը ժամանակի ընթացքում փոխում է ոչ միայն մարդուն, այլ նաեւ նրա ամբողջ կյանքը։ Աուրան նաեւ ձգողական ուժ է, այն ազդում է այն ամենի վրա, ինչ գալիս է մեր կյանք, երբ ներսում կա վախ, կասկած կամ փակվածություն։ Հնարավորությունները կարող են լինել շատ մոտ, բայց մենք պարզապես չենք նկատում դրանք։ Իսկ երբ ներսում կա վստահություն եւ հոսող էներգիա, կյանքը սկսում է արձագանքել այլ կերպ։ Մարդիկ, իրավիճակները, հնարավորությունները սկսում են հայտնվել ճիշտ պահին։ Դա հաճախ անվանում են բախտ կամ պատահականություն, բայց իրականում դա ներսի եւ դրսի ներդաշնակության արդյունք է։ Թույլ ու ծանրացած աուրան դժվարությամբ է պահում հաջողությունը կամ ուրախությունը, բայց երբ այն մաքրվում է, ամբողջանում եւ լցվում է ջերմությամբ ու սիրով, այն դառնում է հզոր ձգողական կենտրոն։ Այդ ժամանակ կյանքը բացվում է, ոչ թե հանկարծակի, այլ բնականորեն, քայլ առ քայլ, բայց վստահ։ Աուրան մեր լուռ ուղեկիցն է, այն մշտապես արձագանքում է մեր ներսին։ Եվ որքան ավելի գիտակցաբար ենք ապրում, որքան ավելի ուշադիր ենք մեր մտքերի, զգացմունքների ու ներքին վիճակի հանդեպ, այնքան ավելի ուժեղ ու լուսավոր է դառնում այդ անտեսանելի դաշտը։ Ի վերջո, այն ամենը, ինչ մենք փնտրում ենք դրսում, սկսվում է ներսից, իսկ աուրան հենց այդ ներսի արտացոլումն է, մեր ամենալուռ, բայց ամենահզոր ձգողական ուժը։